Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ծավալները։ Եթե 2010 թվականին շրջանառության ծավալները կազմում էին 35 միլիոն դոլար, ապա իսկ հարկերի հարաբերակցությունը 26 միլիոն դոլար էր, այսինքն 7,2%, ապա 2023 թվականը 2010-2023 թվականների ընթացքում ծավալը գործունեության աճել է ավելի քան 440 անգամ և 2023 թվականին ծավալները կազմել են 15.8 միլիարդ դոլար, իսկ հավաքագրվող հարկերը կազմել են 67 միլիոն դոլար կամ ծավալի 0.4%։ Այսինքն, երբ նայում ենք հարկերի տեսակարար կշիռը ծավալում, տեսնում ենք, որ 2010 թվականին տեսակարար կշիռը հարկերի 7,2% էր, մինչդեռ 2023 թվականին տեսակարար կշիռը իջել է և հասել 0.4%-ի։ Վերջին 5 տարիների ընթացքում մի շարք օրենսդրական փոփոխություններ են իրականացվել, որոնք առաջին հայացքից գալիս էին սահմանափակելու և կրճատելու ծավալները, սակայն դրանք, ինչպես ցույց տվեցին, այդքան էլ նպատակին չծառայեցին։ 2019 թվականին օրենքով արգելվեց բուքմեյքերական գործունեության գրասենյակներով բուքմեյքերական գործունեություն ծավալելու հնարավորությունը։ Խաղացողները տեղափոխվեցին առցանց on-line հարթակ, որտեղ սկսեցին հարյուրապատիկ ավելի շատ մեծ գումարներ վատնել։ Իսկ բուքմեյքերական գործունեությամբ զբաղվող ընկերությունները կրճատեցին իրենց ծախսերը գրասենյակներ պահելու, աշխատավարձեր վճարելու և դրանցից առաջացող հարկեր վճարելու մասով։ 2019 թվականին օրենքով արգելվեց բուքմեյքերական գործունեության գովազդը։ Այս քայլով նույնպես կրճատվեցին բուքմեյքերական ընկերությունների միլիոնավոր դոլարների ծախսերը հարկերի և պետական տեղական տուրքերի մասով։ Բացի ծախսեր կրճատելուց, այս քայլով Հայաստանում գործող ընկերությունները ստացան շուկան իրենց ձեռքում պահելու բացարձակ մենաշնորհ, քանի որ այլ ընկերություններ այլևս չէին կարող ձևավորվել կամ մուտք գործել հայկական շուկա։ Վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են եղել հարկային բեռի բարձրացմանը, սակայն ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, ձեռնարկված քայլերը բավարար չեն և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել։ Նախագծով առաջարկվում է առկա հարկերից և տուրքերից բացի 10% շրջանառության հարկ սահմանել նշված ոլորտի վրա։ Վերլուծելով միջազգային փորձը տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներում սահմանված է 10% և ավելի բարձր շրջանառության հարկ։ Մասնավորապես Վրաստանում 10%, Ավստրալիայում 15%, Գերմանիայում 5-ից 20%, Իտալիայում 20-ից 22%, Լեհաստանում 12%, Պորտուգալիայում 8-ից 16, Իսպանիայում 8-ից 10, Հունգարիայում 15։ Գործադիրի և օրենսդիրի մի շարք գործընկերներ դեմ էին այս նախագծին և գտնում էին, որ այս փուլում նպատակահարմար չէ հարկային բեռի բարձրացմանը։ Մի շարք քննարկումներ են անցկացրել կառավարության գործընկերների հետ, նաև 2 անգամ քննարկում է կազմակերպվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ի ուրախությունից պետք է նշեմ, որ վարչապետը կողմ է արտահայտվել նրանց հարկային բեռի բարձրացմանը և առաջարկել է փոփոխությունները ուժի մեջ մտցնել ոչ թե 6 ամիս հետո, այլ օրենքի ընդունումից անմիջապես հետո։ Եվ առաջարկվել է շարժվել տուրքը բարձրացնելու տրամաբանությամբ, ինչի արդյունքում առաջինից երկրորդ ընթերցում մենք կկատարենք համապատասխան փոփոխություններ և սույն ընկերությունները արդեն ապրիլի 1-ից կվճարեն 2 անգամ ավելի շատ տուրքեր, այս մասով պետական մուտքերը կավելանան տարեկան շուրջ 13 միլիարդ դրամով, որոնք կծառայեն մեր երկրի կարիքների համար և կապիտալ ծախսերի նպատակով և նաև կթոթափենք ինչ-որ մասով այն սոցիալական արհավիրքը, որը պատճառում են այս ընկերությունները իրենց գործունեությամբ մեր հայրենակիցներին։ Ուզում եմ ասել, որ նախագծով սահմանափակումներ չեն նախատեսվում ոլորտի համար, միայն մենք ֆինանսական բեռն ենք բարձրացնում այս քայլով, առաջիկայում քննարկումներ ենք իրականացնելու, որպեսզի նաև սահմանափակումներ և արգելքներ մտցնենք, որպեսզի մեր քաղաքացիները չկարողանան իրենց աշխատած գումարները վատնեն, դրանով հայտնվելով ծանր վիճակում կատարեն ինքնասպանություններ կամ դիմեն այլ հանցագործությունների այս իմաստով։ Այս փուլում ցավոք սրտի այս սահմանափակումները դեռևս չենք մտցնում, բայց առաջիկայում այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ անձամբ ես տանել եմ, որպեսզի մեր քաղաքացիները ունենան սահմանափակումներ և
չկարողանան իրենց ամբողջ վաստակած գումարը վատնել այս ոլորտում։